Բարեձեզ, պայսի 7-նա Վարդան Վարդանյան CVV Talks-ն է, խնդրեմ լայքերը դրեք բաժնդակրվեք, ուրեմն Եվրոպական Political Community EPC Summit-ը Երևանում շատ հաջող անցավ, ավելի քան շատերը կսպասեին, և իրապես դա մեծ ձեռքբերում էր. Բայց հետաքրքիր բան կա շատերի համար դա ոչ թե հայկական ձեռքբերում էր, այլ Հայաստանը նայվում է որպես գործածվում է Եվրոպայի կողմից Ռուսաստանի դեմ։ Դա կարծես ասես, եթե Հնդկաստանը քեզ զենք է տալիս, դու չես ուզում այդ զենքը վերցնես, ասում ես դա դու պարզապես Պակիստանին, Ադրբեջանին չես սիրում, դրա համար ես ինձ օգնում։ Ես չեմ ուզում քո օգնությունը ուրեմն, դու ուզում ես մեզ բաժանես բանից, ասենք, Ադրբեջանից, եկեք զենք մի տվեք ինձ, այդտենց մտածողներ կան Հայաստանում, որոնք համարում են, որ եթե Եվրոպանի և Հայաստանը միասին օգտվեն այս բանից, դա լավ չի, պետք է պայման մենակ մենք օգտվենք, այդտենց zero-sum game են ասում, այդպես չի աշխատում դիպլոմատիան։ Բայց այդ բաներից օգտվողների հարցից մեկը և կարելի է նայել տարբեր ձևի, իհարկե, աշխարհաքաղաքական տեսակետից նայել։ Ինչու համար օրինակի համար Եվրոպան որոշեց, որ Հայաստանում պետք է անի այս ժողովը, կարող են ուրիշ տեղ անել, չէ՞։ Եվ բայց որոշեցին անել Հայաստանում, դա բնականաբար պարզել ասեցին մի քանի անգամ, տարբեր ուրեմն հարցազրույցների ժամանակ կամ ինչ, որ այո, ուզում ենք Հայաստանին օգնենք, որ նա ուժեղանա, որ նա կարողանա պահի իր ժողովրդավարական սիստեմը և չընկնի Ռուսաստանի ազդեցության տակ և Ռուսաստանին կուլ չգնա։ Այս մարդիկ առանց թաքցնելու այս բանը ասում են, պետք չի սա սխալ ընդունել։ Եվ բայց ասեցի մարդկա, որ դրան նայում է որպես բացասական բան, եթե դու ուզում ես ինձ օգնես, որտեղ չես ուզում, չես սիրում Պուտինին, ուրեմն դա մեզ համար ընդունելի է, անտրամաբանական արգումենտներ կան, որ Երևանից դուրս է գալիս մեկ-մեկ։ Համենայն դեպս, բայց այո, և այդտեղ անելու նպատակներից մեկը, բացի որ Հայաստանին պետք է օգնել, և դրանում արդեն բոլորն են հասկացել, ոչ թե միայն ասենք թե Ֆրանսիան, չնայած ամենավառ օրինակը դա է, բայց նույնիսկ Էստոնիան, որ գալիս է այնտեղ և փորձում է ինչ-որ բան անի, նույնիսկ ես ինչ իմանամ, Բուլղարիան, որ ռազմավարական պայմանագիր է կնքում, ասեին, թե Բուլղարիայի հետ ինչ եք բան անելու մի քանի տարի առաջ, կասեին ինչ խոսում, որտեղից հորինեցիր Բուլղարիա կամ Էստոնիա, բայց այդ մարդիկ տեսնում են և բոլորի համար սա պարզ է արդեն, թե ուր են գնում։ Իհարկե, սրա մյուս կողմը կա մեդալի։ Հայաստան գալով փաստորեն նրանք խուսափեցին գործ ունենալ երկու ուրիշ երկրների հետ, դրանք են, ասենք, Ադրբեջանը, Ալիևը իհարկե չէր գալու, և Թուրքիան, Էրդողանը չէր գալու։ Էրդողանի փոխարեն եկավ միակ երկիրը, որի ներկայացուցիչը երկրի ղեկավարը չէր, այլ իրենց դեպքում վայս պրեզիդենտն էր, էլի լավ ընդունվեց և այլն, բայց Էրդողանի ներկայությունը շատ ավելի ուրիշ բան կտար, տոն կտար, ասենք, թե այդ հանդիպմանը Փաշինյանի հետ, քան թե վիցեպրեզիդենտի, բոլորով հասկանալի է, և իհարկե դա շատ վիրավորեր նաև Ալիևին։ Հիմա եվրոպացիների դարդեն չէր, որ Ալիևը չվիրավորվի իհարկե, բայց ինչ կարիք կար Էրդողանի հետ դիլ անել, և դա ինչ պիտի ավելացներ ստեղ, եթե նպատակն էր գալ և պաշտպանել Հայաստանը և հայկական ուժեղացնել Հայաստանը և Հայաստանի ժողովրդավարությունը և դա ինչով պիտի Էրդողանը կարողանար դրան ինչ-որ մի բանով օգտակար լիներ, հակառակը պիտի վնասակար լիներ և ընդհանրապես այդ բոլոր գրկախառնությունները, այդ փողոցներում քայլելները, ժողովրդի հետ ջերմությունելությունը և այլն, ոնց էր դա ընկալվելու կամ տեսնվելու Ալիևի կողմից, որը իհարկե նախանձից մեռնում էր այնտեղ իհարկե,
եւ իր այդ բանի մեջ զգում էր իր ուրեմն այդ խոսքի մեջ, երբ որ ինքը հրակապով միացավ եւ ասեց եւ նախանձի բանը զգացում էր նաեւ որ ասեց հաջորդը պես բան մեզ մոտ անենք հրավիրում էր բոլորին ընդեղ գալու հիմա չեմ կարծում հələ որ արդեն միանգամից պատրաստ են բոլորը վազեն ընդեղ բայց կապրեն կտեսնենք ես խիստ կասկածներ ունեմ դրա մասին Ալիևի Ադրբեջանի Եվրոպայի մեջ լինելու եւ Իրան ընդունելու բանը շատ կասկածելի է եվրոպական տեսակետից եկան Հայաստանին աշխատեն ասենք ռուսական արչի ճանկերից բա գնում են Ալիևին ազատել ումից են ուզում ազատեն այդ բանը նպատակը այդքան էլ པարզ չի հա բայց այն հանգամանքը որ Հայաստանում անելով նրանք նաեւ ազատվեցին Էրդողանի ներկայությունից ասենք թե որը միշտ քանի մեջ ճանճի նման կարող է խանգարի Օրբանի նման բաներ էր անում ահա վետոներ կարող է դնի կամ չգիտեմ ինչ էր անի այդ բարձ է բոլորին ինչքան քիչ հայտնվի այստեղ այնտեղ այնքան լավ է դի բոլորի համար բանը եւ ինձ ասեմ եվրոպացիները sense բաներ էլի են արել այդ երբ էր երկու տարի առաջ արևելյան միջերկրականի երկրների համաժողով էին արել եւ դա այդ Eastern Mediterranean countries summit of Eastern Mediterranean countries որը իրենք որոշեցին անել Կիպրոսում իմանալով շատ լավ որ Կիպրոսում եթե դնես դե Էրդողանը չի գալու այնտեղ եւ չեկավ իհարկե չէին մասնակցելու դες երևի տենց էտել մի բաներ էլ այսպես ասած նշանակություն ունեցող ֆակտորներ Թուրքիայի ֆակտորը փոքր ֆակտոր չի այս հարցում բոլորի համար պարզ է որ երբ որ պետք է Հայաստանը ազատես արչի ճանկերից այնտեղ կա նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցը պետք է նրանցից էլ ազատես դա չեն ասում բայց այդ հասկանալի է ինչ իմաստ ունի ազատես ռուսներից հետո ոտի տակ գնա Թուրքիային այդ բան չի եւ դա առանց ասելու իհարկե բոլորի parza այդ քայլերը արվում են Թուրքիայի վրա այդ ճնշումը դրվում է ուղակի եւ անուղակի իմանայք ուղակի արդեն որ ասում են լավացրեք հարաբերությունները սարեկյանեք այդ կա եւ այդ դրա համար էլ այդ ինչ-որ բաներ անում է Թուրքիան ասենք այդ կամուրջներն հիմա վերանորոգում անի եւ այլն չէ Թուրքիան թաքնվում է Ալիևի փեշերի տակ, այսպես ասած, որ Ալիևը կներողանա, եթե ես միանգամից շատ լավացնեմ իմ հարաբերությունները, հա, եւ մինչեւ նա գող չլինի եղած ստատուսից Հայաստանի հետ իր երկրի, մենք չենք ավելի լավացնի, այսինքն ինչ որ հիմար բանը, կարծես թե Ալիևն է իրան շարժողը, էլի իհարկե հասկանալի է, որ Ալիևի եւ Էրդողանի պետական շահերը միշտ չի որ համակնում են, իդեպ չեն համակնում շատ հարցերում, հատկապես Հայաստանի հարցում, բայց դա արդեն ուրիշ բան, ինքը տարբեր խնդիրներ ունի լուծելու Ադրբեջանի միջոցով, որտեղ Ադրբեջանը ինքը հույս ունի սարքի իր ֆորպոստը արևելքում, հա, ոնց որ ռուսների համար Հայաստանն էր սար։ Հետևաբար ինքը շատ բան Ալիևին ներում է եւ կամ բան անում է, բացի նրանից որ ինքը բարձրով է ինքը Այս մոմենտը չեն մոռանում, բայց ուրիշ անուղակի ճնշում էլ կա հիմա Թուրքիայի վրա, դա այն է, որ իր դիրքը Եվրոպայում շատ է վատացել եւ Եվրոպայի վրա ինքը այդքան էլ շատ չէր անհանգստանում, ասենք թե կոպիտ ասած տկած ուներ, բայց եւ կարծում էր, որ ինքը կարա շատ կոպիտ վարվի Եվրոպայի հետ, եթե չեք մոռացել նույնիսկ Գերմանիային, երբ որ Անգելա Մերկելն էր ժամանակ ասեց, որ այստեղ մեր ընտրությունների մի խառնվի շատ, որտեղ ինքը ցուցմունքներ էր տալիս թուրք բնակիչներին Գերմանիայում, թե ինչպես քվեարկեն եւ այլն, ասեցի այդ մի այդպես բաներ մի արա, սա քո երկիրը չի, իր պատասխանը շատ կոպիտ էր այնտեղ, որ դուք մի մոռացեք, որ ես այդտեղ քանի 10 քանի միլիոն թուրք ունեմ այդ ձեր երկրում, որ պետք լինի բոլորին ոդկա անեմ Եվ
այդ կարող է դրա մասին գերմանացիները շատ չխոսացին, բայց եւ չմոռացան։ Բայց դա նաև վերաբերում էր ոչ թե միայն Գերմանիային, այլ բոլորին հասկանում թե ում հետ գործ ունեն։ Եվ այս ում հետ գործ ունենալու ֆակտորը շատ էական է, այսինքն Թուրքիան իրան ցույց տվեց եւ Սիրիայի հարցում եւ ամենտեղ հիմա նույնիսկ այն արևելյան միջերկրականում, երբ որ գազի պաշարներ հայտնաբերվեցին, որ ընկնում են հիմնականում Կիպրոսի ծովային տարածքում, բայց նաև Իսրայելի, նաև Լիբանանի, Թուրքիան ինչ արեց, եկավ մտավ Կիպրոսի ջրերը եւ սկսեց այնտեղ հետախուզական հորեր փորել եւ այլ, որ ասեցին, ախր սա քորը չի, քո տեղը չի, ինչ ես անում այստեղ, ինքը շատ կոպիտ է, ինքը բազմանավեր կացեց իր այդ գազի հետախուզական նավերին, որպեսզի պաշտպանեն, այսինքն ասելով, որ ձեր օրենքը ինձ չի հետաքրքրում, միջազգային օրենքը եւ ես այստեղ հիմնական ուժը ես եմ։ Դե սա հենց դες տեղը չէր անցնելու։ Իսկույն Իսրայելը բան արեց Կիպրոսի հետ համաձայնության եկան, դաշնակցային հարաբերություններ ուժեղացրեցին, իսկույն սկսվեց արտագաղթ Իսրայելից դեպի պատերազմի պատճառով էլ հիմնականում, բայց նաև այնպես ֆինանսական միջոցների տեղափոխում դեպի Կիպրոս եւ Կիպրոսը սկսեցին լցնել, այսպես ասած։ Եվ չզարմանաք, եթե Աստված տա Լիբանանում հարցերը ինչ որ խաղաղությամբ լուծվեն, Լիբանանի դերը շատ մեծանա նաև այս միջերկրականի գազի հարցում եւ ընդհանրապես այդ խումբը, որ կազմվեց Իսրայել, Կիպրոս, Հունաստան, այս երեքը միացան, այդտեղ արդեն Ֆրանսիան էլ էր կողմ Կիպրոսին, իտալացիներն էլ էին առանց բառերը ծամծմելու հայտարարել, որ Թուրքիայի արածը մի բան չի, այդտեղ շատ ջղայնացել էր Եգիպտոսը նաև, մանավանդ երբ որ Թուրքիան սկսեց Լիբիայի հետ ինչ որ հիմար բաներ ասել, որ մեր տնտեսական ծովային տարածքները իրար կպնում են, չգիտեմ ինչ են անում եւ այլն, եւ սկսեց Լիբիայում իր ամբողջ խառնվել, ասենք թե ուժերից մեկին պաշտպանել եւ այլն։ Խոսքով բոլորին դուր չի գալիս Թուրքիայի արածները եւ հատկապես նրա ոնց ասեմ դիպլոմատիայի փոխարեն ռազմական ուժի գործածության ձևով ինչ որ նպատակների հասնելու իր տենդենսները։ Մի խոսքով այս բոլորի հետևանքը են եղավ, որ ինքը Թուրքիան շատ արդեն մեծ հովեր ունեցավ, որ դրանից առաջ Էրդողանի գլխում, որ ինքը իսլամական աշխարհի առաջնորդը պետք է լինի, ինքը բանն է, օտոման կայսրության սուլթանն է, պետք է վերականգնել եւ այլն, որ դա ոչ մեկին դուր չի գալիս իհարկե, բայց ինքը այդտենց է մտածում։ Այնքան ինքը իրան բան համարեց, որ կարող է նաև Ամերիկայի վերաթքի կամ ապտակ տա եւ այդ ռուսների հետ սկսեց ատոմային կայան կառուցել, ռուսներից սկսեց այդ S-400 հակաօդային եւ հակահրթիռային ուրեմն այդ սիստեմները առավ, 4 բաթերի առավ, ինչ որ 2 քանի միլիարդ դոլարի 2.4 էր ինչ էր, որը իհարկե ամերիկացիներին հետ դուր չեկավ, 19 թվին արդեն տեղադրեցին, կոնտրակտը 17-ին էր եղել։ Այդ դրա պատասխան եղավ, որ Միացյալ Նահանգները միանգամից իրենց հանեցին F-35-ի ծրագրից։ Դեպ ասեմ, այս F-35-ը եւ այնպես էին ծրագիրը ստեղծել, որ հասկանալով որ գինը շատ բարձր ալնելու, որ բոլոր պոտենցիալ երկրները, որոնք վերջիվերջո ուզելու են առնել այս գործանիչը F-35, իրենք էլ մասնակցեն ինչ-որ չափով այդ նրա development-ի մեջ, այսինքն բանի մեջ, տեխնոլոգիայի զարգացման մեջ։ Թուրքիան իր բաժին ուներ, չգիտեմ ինչն էր սարքելու, դա պոչներ սարքելու, թե ինչն էր սարքելու։ Ունենալով ռազմական օդային արտադրության փորձառություն, կոմպլեքս։ Հիշենք, որ ինքը բացի որ ինքը իր տանկերն էր սարքում, ինչի էր սարքում նա հիմա էլ զրահմեքենաներ,
դրոններ, նաև կործանիչներ սարքում, ուղղակի ինքը հասկացավ, որ իրենք ինքը 4-րդ սերունդից կամ 4-րդ պլյուս սերունդից ավելի չի կարողանալու անել եւ իրան պետք է մտնի այս ծրագրի մեջ, բայց քանի որ նաև Էրդողանը որոշել էր Պուտինի հետ լավ լինել եւ բազմավեկտոր քաղաքականություն վարել, այսինքն առներ Ռուսաստանից այդ զենքերը եւ էլ համել մնալ ՆԱՏՕ-ի մեջ եւ համել Ամերիկայից ստանալ F-35, իրան շատ մեղմ ասեցին, որ ոչ, դու այդ չես կարող անել։ 10 անգամ քաղաքավարի ասեցին, հետո արդեն ասեցին լավ, վերջ, գնա։ Օրենք էլ անցկացրեցին, որ կոնգրեսով որ չես կարող իրենց այդ ծրագի F-35-ի բան օտանավ ծախես կամ ծրագրի մեջ ընդգրկես։ Դե լավ չեղավ, որտեվ F-35-ից բացի Թուրքիային նաև զրկեցին F-16-ները, որ ինքը արդեն ունի, դրանց ավելի նոր զարգացած վերժնները ստանա։ Այդ զարգացած ասելով խոսքը գնում է software-ի մասին, այսինքն նրանց էլեկտրոնիկան նորարարացնելու կամ զարգացած ձևը ստանալու համար։ Դրա համար էլ ահագին Թուրքիան տուժվեց, 2-3 տարի բանակցումա, որ խնդրում ենք մեզ վեր ավելի բանը տվեք, չեք տալիս F-35-ը մի տվեք լավ, բայց կոնե դե արդեն ունենք էլի F-36 ինչ կնի, որ սենց են։ Դա հիշում եք ինքը Թրամփը այնտեղ խաղեր արեց, հետո ինչ որ բաների վրա որոշեցին, ասեցին լավ կտանք, բայց դեռ հələ չի եղել այդ բանը։ Վերադառնանք Թուրքիայի ուրիշ պատժամիջոցներից մի երկու հարցի, որ Հունաստանի հետ Միացյալ Նահանգները ստորագրեցին պայմանագիր, էլի մի քանի տարի առաջ, նոր բան չեմ ասում, եւ այդ պայմանագիրը Հունաստանի համար շատ կարեւոր էր, որ հույները ընդհանրապես շատ պրոամերիկյան չեն, իրանք շատ ավելի այնց բան են, սոցիալիստ են այդ ձևի։ Բայց 22 թվականին ստորագրեցին Mutual Defense Cooperation Agreement, MDCA-ը կոչվում, փոխադարձ պաշտպանության համագործակցության համաձայնագիր, պայմանագիր, տենց ասենք։ Եվ ըստ հիմա կարելի ասել ինչու համար պետք եղավ Հունաստանը սա ստորագրի 22 թվականին, եթե ինքը արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, ինչ mutual պայմանագիր պետք է։ Դե պարզ է, որ ՆԱՏՕ-ի անդամները մի բան չի, որովհետև այնտեղ շատ բաներ են, վետո անողներ կարող է լինեն, հա, Կորբանը կարող է վետո անի, ինչ որ մի բան, համաձայնություն պետք ունես բոլոր երկրները պետք է միացյալ որոշումներ ընդունել։ Իսկ եթե դու ունես երկկողմանի պայմանագիր, դա պետք է ինքը քայլանի, քեզ պաշտպանի, ինչ որ նա Ռուսաստանը չարեց։ Ոչ հապկի բնակավարով, ոչ առանձին գոյություն ունեցող երկկողմանի պայմանագիրների բանով։ Եվ Հունաստանը սա ստորագրելով թույլ տվեց էլի, որը շատ ինձ համար զարմանալի է, որ թույլ էր տվել, բայց թույլ տվեցին նախ այդ բանը Սուբիկ ինչ են ասում, Սուդա Բեյ կոչված Կրետայի այդ ռազմաբազան կա ամերիկյան, այնտեղ ծովային, այնտեղ ավելի զարգացնեն, ավելի մեծացնեն, որ ավելի լավ կարողանան սպասարկեն նավատորմը եւ հատկապես բանը, ինչ են ասում, ավիակիրները ամերիկյան, իսկ առաջ որ այդ ավիակիրները օրինակ եւ ռազմանավերը Թուրքիայել էին գնում, այնտեղ ասենք թե սպասարկվելու կամ ինչ որ բանի համար, այլևս դες բան չեն անում, հիմնականում Կրետան է հիմա, բայց նաև զարմանալիներ է, որ թույլ տվեցին 3 տարբեր տեղերում բանակային զորքեր ունենալ կամ Հունաստանում, արդեն ոչ թե Կրետայի, Կրետանն է Հունաստան, բայց հիմնական մասում։ Դա ուրեմն մեկը Գյորգուլա բարակներն են, կենտրոնում ընդեղ Վոլոս կոչված շրջանում։ Մյուսը Լիխտորո training ground ոնց ասես պոլիգոն է, հա, Լիխտոխորո։ Լավ չեմ արտասանում։ Եվ մյուսը ավելի Ալեքսանդրոպոլի ծովային քաղաք կա, ծովափնյա,
որը գտնվում է շատ Թուրքիայի սահմանի մոտ, այսինքն Հունաստանի հյուսիս-արևելյան մասում, որ մտածում ես դրա իրականում այնտեղ ինչ-որ բան դնելը, դա միակ պատճառը, որ դու ունես, որտեղ մի կողմից հյուսիսում Բուլղարիան է, սպառնալիք չի դա, Հունաստանի համար, դե նշանակում է, եթե տեղ ես մարդ դնում, դա թուրքական, ասենք, թե ռազմական ներխուժումի դեմ է, ամերիկյան զորքերն իմաստը, որ ուրիշ ինչ կարող է լինել։ Հետախուզական եւ ուրեմն որևէ ներխուժման փորձերը, ասենք, թե կանգնեցնելու համար անելու դա։ Մեծ փոփոխություն է դա իրականում, ամերիկյան եւ հունական մտածելակերպի մեջ։ Ես շատ լավ հիշում եմ, որ Հունաստանը Վաշինգտոնում իրենց գենշտաբի ամբողջ բաները ստեղ էին եւ մի հատ մեր սպաներից մեկը ինչ էր հարց տվեց դրա մասին, թե ինչ եք մտածում Թուրքիայի մասին եւ իրենց ընդհանրապես ռազմական ուժի, չգիտեմ ինչի մասին, եւ այլն, ասաց մենք խնդիրներ չունենք, ոչ մի խնդիրներ չունենք Թուրքիայի հետ, եւ սա ասում է իրենց գենշտաբի մեծը, հա, ոչ մի տերիտորիալ հարցեր չունենք Թուրքիայի հետ, շատ ամեն ձևի փորձեց, սա 16 թվականն էր, այդ 16 թվականից հետո իհարկե արդեն շատ բան ա փոխվել։ Ուրեմն դրանից բացի ինչ կատարվեց միանգամից։ Հունաստանը ասաց, որ իմ ըստ իրեն միջազգային ծովային օրենքի ես ուզում եմ իմ ծովային տերիտորիալ սահմանները մեծացնեմ 6 մղոնից ծովային մղոնների մասն խոսում դեպի 12 մղոնի։ Իոնյան ծովում, որը Հունաստանի Իտալիայի միջև է, հարց չկար, Իտալիայի հետ պայմանավորվեցին իսկույն եւ այդ մցրեցին, դեռ կղզիներ կան, չէ, եւ իտալական եւ հունական, ուրեմն կղզի պատկերացրեք 12 մղոն շրջագծով, դա լինելու է հունական ջուր, հունական նույն բանը, երբ որ ուրեմն մտածեցին, որ անեն բանում, մյուս կողմում արդեն Թուրքիայի եւ Հունաստանի մեջ տեղաթուրքերը խառնվեցին իրեն, ասացին ոչ մի դեպքում դա մեզ համար պատերազմի բան է, կազուսպելի է, այսինքն պատերազմի պատճառ է եւ եթե տենց բան փորձեք անել չենք թողնի, որովհետեւ հունական կղզիները շատ գալիս են մոտ թուրքական մայրցամաքին, ասենք, հա, եւ Թուրքիայի համար դժվար է լինելու այն դեպքում առանց հունական ջրերը կտրելու դուրս գալ միջազգային ջրեր, այսինքն ցամաքից որ դուրս գաս որևէ քո նավահանգստից դու անցնելու ես փաստորեն մոտակա հունական ինչ որ կղզու մոտով։ Հիմա եթե այդ 6 մայլից մեծացնես 12, փաստորեն պիտի անպայման անցնի այդ ոչ թե կղզուց եթե մնաս ասենք 5-6 մայլ, 7 մայլ են կոմ 6-5 չէ 6-ից ավելի մայլ են կոմ դու միջազգային ջրերում ես, բայց եթե չէ դու արդեն ընկնում ես հունական ջրերի մեջ եւ նա կարող է ասենք թե բան անի։ Խոսքով լուրջ բաներ են անում, բայց երբ որ նայում ես սա ինչու համար այս բոլորի հետևում ինչա կանգնած, դրանից է լավ որ Հունաստանը շատ իրան բաներ զգում, ինչ ասեմ, անապահով էր զգում Թուրքիայի հանդեպ։ Թուրքիան իզուր չի ասում են ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է, հա, ինքը ուներ շատ ավելի զենքեր եւ շատ ավելի մեծ բանակ, քան թե Հունաստանը։ Հետևաբար Թուրքիան էլ դեռ լինելով թուրքերը իրենց շատ նախալ էին պահում։ Հիշում եք, որ ոնց որ 44-ի ժամանակ թուրքական F-16-ները թռնում էին Երևանի վրայով, անցնում էին Հայաստանի վրայով, գնում էին, ասենք, բան։ Նույն ձևի Հունաստանի վրայով են թռնում։ Եվ Հունաստանը ինչ պիտի աներ, եթե խփեր, պիտի հետո մտածես հետևանքների մասին։ Այսինքն Հայաստանը խփեց թուրքական, այդքան հակաօդային բան ունեին։ Մի հատ կրակեց կոնե ձևի համար։ Չէ, ինչի համար, ասում եմ, այս Նեղմաջարին ես մա Թուրքիային էլ
չբերեմ գլխից փորձանք։ Նույնի Հունաստանը չէր անում դա։ Այսինքն տանում էր այդ վիրավորանքը, հա, դա բնականon վիրավորանք է։ Հիմա արդեն չի անում։ Եվ այդ հիմա արդեն չի անում, գիտեք ոնց եղավ։ Այ երբ որ թուրքերին դուրս գցեցին այդ F-35-ի ծրագրից, թուրքական կողմը, այսինքն Եվրոպայից, որ Հունաստանը ստացավ իր F-35-ները, Թուրքիայի Air Force-ի համար, օդային ուժերի համար, պարզ դարձավ, որ իրանք եթե տենց մի բան անեն, հույները պարզապես իրանք կխփեն։ Որովհետև օդային մարտում արդեն Հունաստանը առավելություն ունի, որովհետև F-35-ները մի գլուխ ավելի բարձր են, քան թե կարելի ասել երկու գլուխ, քան թե Թուրքիայի հին F-16-ները։ Ու այդ թռիչքները վերջացան հանգարց։ Թուրքիան հանգարց իրան ավելի զուսպ պահում։ Այն Թուրքիան ասա, որը օրինակի համար երբ որ ռուսական օդանավը Սիրիայում կռվում էր իբրև անցավ Թուրքիայի հարավային մասով 11 վայրկյան ընդամենը, իրանք զլացան խփեն այդ ռուսական օդանավը։ Դե իրենց արդարանալու շատ տեղ չի մնում, եթե նույն բանը անում են իրանք, ասենք թե Հունաստանում, եւ հույները ունեն հնարավորությունը խփելու։ Այստեղ է հարցը։ Իսկ հույները հիմա ունեն եւ ոչ միայն օդանավներով, նաեւ ստանում են հակաօդային հրթիռներ եւ այլն։ Եվ Հունաստանը նաեւ զինվում ացամաքային իր ուժերի իմաստով, այնտեղ իր ես նայում եմ 1300 տանկ ունի հիմա, որ առաջուներ ավելի նորոգվեցին, ավելի նոր գերմանական բաներից են առնում եւ այլն, Հրետանի եւ այլն։ Հունաստանը հիմա այն Հունաստանը չի ելնում, ինչ որ էր, ասենք թե 10-15 տարի առաջ եւ այլն։ Եվ սա էլի կարելի է շնորհակալություն հայտնել հենց Էրդողանին, որովհետեւ ինքը բերեց դրան հասցրեց։ Ինքը դարձավ սպառնալիք ոչ թե միայն Հունաստանի համար, որ ամերիկացի կաչքի էին փակում, բայց նաև ինքը սկսեց գործակցել Ռուսաստանի հետ, նաև ինքը սկսեց ագրեսիվություն ցույց տալ Հայաստանի նկատմամբ եւ այդ պատերազմի մեջ խառնվելը դա բոլորովին փոքր թեմա չի, հարց չէր Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համար եւ այս բոլորը, այսինքն Թուրքիայի հզորանալը դա միայն բան չի, որ Թուրքիան հզորանում է, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ուրեմն ՆԱՏՕ-ն է հզորանում։ Բոլորովին դա չի, ինչ որ 50 տարի դա էր տրամաբանությունը Թուրքիային ուժեղացնելու, Թուրքիայի հետ տրեյնինգներ անելու, զենքեր ծախելու եւ այլն եւ ամերիկյան այդ ամբողջ ուղղությունը, հա։ Հիմա պարզվեց, որ երբ որ Թուրքիան ուժեղանում է, Թուրքիան խացավա դառնում։ Թուրքիան ագրեսիվ է դառնում։ Թուրքիան ուրիշ ՆԱՏՕ-ի անդամների վրա է սկսում ինչ որ ոտնձգություններ անել։ Թուրքիան սկսում է ստեղից ընդերես տերիտորիաներ վերցնել եւ դա միայն Կիպրոսը չի, այլևս ինքը կարող է խառնվում այստեղ։ Հետո էլ իր չգիտեմ ոնց ասում վիշին կտանտորցի, ասում cherry on the top, այդ ամերիկյան բանն են թարգմանում ռուսները։ Ասում այդ վերջի cherry-ն էլ այսօր բանն էր։ Իսրայելը պիտի ոչնչացնենք, այսինքն Իրանը շատ խրվեց այդ ասելով, հիմա Թուրքիան է ասում։ Էրդողանն է ասում, ասենց ասենք, հա, մոլլաները իբր շատ խրվեցին դրանից, հիմա մնացա Թուրքիային։ Դե հետևանքները ճուշացան, ասենց ասած, Թուրքիայի նկատմամբ եւ դրա հետևանքներից մեկն էր, որ Հունաստանը ուժեղացավ։ Եվ Հունաստանը եւ Կիպրոսը եւ Հայաստանը եւ իրարեցին ռազմախաղեր անել։ Ես ինչ մանամ Թուրքիան, Կիպրոսն ու Հունաստանը իրարեցին ռազմախաղեր անել, պաշտպանական բաներ ստորագրել եւ այլն։ Եվ սա դրա հետևանքն է։ Խոսքով այս հանգամանքը, որ կամաց իզոլացրեցին, կամ իզոլացնում են Թուրքիային, եւ ոնց դուրս են մղում բոլոր տեսակի կազմակերպություններից բաներից, դա կա,
դա այդ տենդենսը կա, դա լինելու է, շարունակվելու է։ Եվ Ալիևը վերադառնամ Ադրբեջանին, շատ լավ դա հասկանում է։ Եվ տեսնում է, որ ինքը ճար չունի այս րոպեին, ինքը կամ կարող է ձեռքի բռնած Ալիևի Էրդողանի հետ անգնի դուրս, ոնց որ ասում են, իր հնարավորություններից, որից նշանակում է ինքը նորից կախված է դառնալու բանին Ռուսաստանի հետ։ Կամ ինքը պիտի ինչ-որ քայլեր անի, որպեսզի շտապ լավացնի հարաբերությունները։ Եվ դրա համար հիմա Իտալիայի հետ ինչ-որ բան են ստորագրելու, այդ ինչ-որ ռազմա, չգիտեմ ինչ, տնտեսական եւ այլն։ Սա ընդհանուր եվրոպական այս քայլի հետ կապված մի քիչ ավելի լայն շրջանակով, ավելի բանով որ նայենք, պատկերն է, որ ես տեսնում եմ։ Դրան մեջ տեսնելով Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի եւ ընդհանրապես այս բոլոր փոփոխությունները որ կան։ Մի երկու խոսք ասեմ BRICS-ի համար։ Ինչի էտել ինչի եմ ասում, որովհետեւ տեսեք BRICS-ը էլի կազմվեց որպես առաջին հերթին ֆինանսական ուժային կենտրոն ամերիկյան ֆինանսական ուժի դեմ, որ ամերիկյան պետրոդոլարների դեմ առաջի հերթին, բայց ընդհանրապես իրանց դուրս չի գալի, որ ամերիկան կարող է ֆինանսական այդքան զորություն ունի, որ կարողանում է սանկցիաներ դնի նրա վրա եւ այլն։ Եվ բայց դա դրանից ով էր դժվար, եթե համարենք, որ BRICS-ի երկրների մեջ ինչ Վենեսուելան էր դժվար, չէ, նա ամբողջ դոլարի վրա նստած էր իմոյ։ Այսինքն նա մտավ նա դուրս եկավ, եթե գիտեք դրա պատմությունը, որոշ երկրներ մտան դուրս եկավ։ Աֆրիկայից ով էր, Նայջերիան էր, ինչ էր, մտավ դուրս եկավ։ Ամենայնիվս South African հո պրոբլեմ չունի այտենց։ Բրազիլիան այտենց պրոբլեմ չունի։ Իրանց ներկա գտնվելը ինչ իմաստ ունի, որպեսզի ցույց տան, որ իրանք Ամերիկայից մի քիչ անկախ են ուզում լինել, թե որպեսզի ավելի իրանց փաստորեն կախվածությունը մեծացնեն Չինաստանից։ Ռուսաստանից ոչ մի կախվածության հարց չկա, նա տնտեսական ուժ չի ներկայացնում աշխարհի ընդհանուր, ասենք, համախառն արտադրության մեջ ինչ-որ մի տոկոս է։ Չինաստանի մասին է այստեղ խոսքը, միայն Չինաստանն է այստեղ բանը։ Եվ հետևաբար BRICS-ը երկու կենտրոն ուներ, երկու գլուխ ունի։ Կարելի ասել 3 Հնդկաստանն էլ մեջ է, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, բայց հիմա նայեք ինչ է լինում։ Ռուսաստանը BRICS-ը սարքում է, որպեսզի ինքը լիներ ղեկավարը այս բոլորին եւ կարողանար այս մեծ տնտեսությունների հետևից տանել նրանց որպես լծակ գործածել Ամերիկայի եւ Եվրոպայի դեմ։ Չինաստանը ասում է Ռուսաստանին ես կգործածեմ, ես իր նավթն ու իր մնացած հանածոների միջոցով եւ տերիտորիայի միջոցով իմ նպատակների համար, որ ես ուժեղանամ Ամերիկայից անկախանամ։ Հնդկաստանը ասում է, այս երկու հարիվները կարծում են իրենք կարան ինձ ստիպեն, որ ես դոլարի փոխարեն չինական յուանը գործածեմ որպես առևտրի վալյուտա, ասենք, տարադրամ, կամ թե չէ ռուսական ռուբլին։ Այդ խելքը հացի հետ եկել ինչ է։ Ասում է, ես կխառնվեմ այնքան, որ երկուսի եղած ժամանակ մեջտեղը բան գցեմ, երրորդ քվե գցեմ եւ օգտվեմ ինչքան կարող եմ։ Իսկ այն միշտերը ուղղակի մասխարայություն առանց արած։ Հիմա այս ամբողջի բանը ուժ ստացավ BRICS-ի դոլարից փախնելու միակ բանը, որովհետև Սաուդի Արաբիան սուս-փուս իր 1972 թվականի համաձայնությունը, որ ինքը կնքել էր Քիսինջերի հետ, Ամերիկայի հետ, այն ժամանակ Նիքսոնն էր պրեզիդենտ, որ դոլարը ծախի, որ նավթը ծախի միայն ամերիկյան դոլարով, այսինքն դա ստեղծեց են, որ այն ժամանակ Ամերիկան դուրս եկավ ոսկու ստանդարտից, 71-ին, եւ դոլարը, եթե ոսկի պաշարների վրա չի նստած, բայց ինչի վրա է նստած։
հա այն հանգամանքը որ բոլորը պետք ունեն դոլար որպեսզի նավթ առնեն դոլարը դարձած reserve currency դարձավ աշխարհի համար եւ բոլորը պետք է նաեւ ունենային ասենք ինչ որ չափով ոսկու պաշար պետությունները հա բայց հիմնականում պետք է ունենայր դոլարի պաշար քո տեղական փողով դու քո միջազգային դիրքը կամ բանկերի ստաբիլություն չես կարող պահես այդքան հասկանալի է որտեղ դու չունես դոլար դու նավթ չես կարող առնել նավթ չունես էներգիա չունես էկոնոմիկա չունես երկիր քանդվում է ուրեմն դոլար պետք ունես եւ որ եթե դոլար պետք ունես դոլարը եթե այդքան կարևոր է եւ դոլարը տպվում է Վաշինգտոնում դե Վաշինգտոնը կարող է մեծ պարտքեր անի իր գեոստատետիկ հարցերը լուծելու համար ինքը կարող է հսկայական պարտք անի մի տրիլիոն դոլարի ասենք ռազմական բյուջետ ունենա հիմա էլ եկել են ուզում են 1.5 տրիլիոն հուսամ չեն տա իրանց այդ փողը կոնգրեսը չի համաձայնվի եւ այս բանը Սաուդի Արաբիան փոխեց փաստորեն դա հնարավորություն տվեց որ ինքը նավթը հիմա ծախում է Չինաստանին յուանով Չինաստանին կարող է ինքը այդ ծախի շատ բան կուզենար աներ ինքը բայց որովհետև Չինաստանի ապրանքա արտադրության մասշտաբները այնքան են որ կարողանում է բավարարի շատերի միայն քոչու փալասի մասին չենք խոսում արդեն ինդուստրիալ բազայի մասին ենք խոսում ինքը կարող է շատերի համար լուրջ առևտրական պարտներ դառնա այսինքն եթե ես քեզ նավթը ծախեմ յուանով ես կարամ շուտ գամ այդ յուանով քեզնից ապրանք առնեմ մեկը առնում եմ ինչի պիտի դոլարով առնեմ այսինքն այս հաշվարկը գնաց իրանց մոտ բայց դա մասնակի է ճիշտ լրիվ չի աշխատում նախ բոլորի համար չի աշխատում բոլորը չի որ բան են անում հա ասենք թե մենակ Սաուդի Արաբիայից են առնում երկրորդը բոլորը չի որ այդքան առևտուր են անում Չինաստանի հետ դրա համար էլ Եվրոպայում եվրոյի զարգացումը եվրոպայական տնտեսությունը որը հսկայական ապելուս բնակչությունը պլյուս իրենց տարադրամի ուժը այն է որ շատ երկրներում ուրեմն իրենց reserve balance-ը մենակ դոլար չի եւ ոսկի ասենք նաեւ եվրո եւ այդտենց է աշխատում մի խոսքով այս բոլորը բրիքսին դեռ sense ձևականորեն պահում են ջրի վրա ինձ թվում է այդ համաձայնությունը իրանք կարային անեին յուանով առնել ծախելը երկու երկրների միջև որոշումով դրա համար պետք չէր որ դու բրիքսներն է որպեսզի բրիքսի անդամ էլ չի մշտակ բան հիմնական որպեսզի այս գործարքը արվեր բայց էտա բոլորի ուսածը եւ էտա պատճառը որ Թրամփը խառնվել է իրար սկսել է բոլոր նավթարտադրողներին ոնց ասում դեռ պատերազմների է գնում մեկը դա բաններ Վենեսուելան էր իհարկե այդ նավթի հարցը դեռ լուծեց որտեղ Վենեսուելան շատ էժան այդ իրան նավթը որը շատ ծանր նավթ է մազուտի պես բան է չի էլ հոսում կարգին պետք է ինչ որ քիմիկատներով բացես որ հոսի խողովակներ եւ որը Չինաստան էր գնում իդեպ հիմնականում ասեմ այսինքն միսը եւ այդ մազուտը էլ ասեմ ճանապարհաշինության մեջ է գործածվում մազուտի նման նավթ է այտենց ասեմ բայց կամ իրեն բացում են ու դրանից բենզին են սարքում բայց մեկ էլ գործածվում է բանի այդ մեծ նավերը տանկերները որ գնում գալիս են դրանք այդ են վառում դրանք բան չեն դիզել չեն վառում բան չեն վառում խոսքով այդ ավելի թանկ է այդ processing process-ը սարքում այդ նավթերը հիմա Վենեսուելան վերցեցին Պարսկաստանը ծախում էր Պարսկաստանի հետ այդ կռիվն է գնում եւ հույս այն էր որ իրանք պարսկական նավթը կարողանա կոնտրոլանի որպեսզի Չինաստանին խեղդեն Չինաստանը դա այսօր դա 1930-ականների Ճապոնիան է ուժեղ մեծանում է ինդուստրիան ուժեղանում է ուժեղ բանակ ունի եւ կայսրական ամբիցիաներ ունի այդ կայսրական ամբիցիաները Ճապոնիան գրավեց ես իմանամ Կորեան Վիետնամը ես իմանամ Չինաստանը
հակին մասը Ֆիլիպինները Ճապոնիան ինչ էր անում, մեծանում էր, չէ՞, գրավում են եւ այդ գրավելի ու իր ամբիցիաներից ելնելով, որ Ամերիկան իր նավթը կտրեց։ Ամերիկան նավթը կտրեց, ինքը որոշեց, որ Ամերիկային մի հարվածով պիտի հանի, այդ Pearl Harbor-ի այդ հարվածը ուզեց, դա որ Ամերիկան վերացնի Խաղաղօվկիանոսից, որպես ինքը կարողանա շարունակի իր ամեն ինչը եւ նավթի ուղիները ինքը կոնտրոլ անի, ասենց ասած, կոպիտ ասած։ Չինաստանը հիմա այդ է իր բանը, որ ինքը մեծացել է արդեն, տնտեսության հարցը լուծեց, այդ Ճապոնիայում դարձել մի բան էլ վերև, ավել, մեծ երկիր է, բոլորը ինձանից կրամի Ճապոնիայից տենց չէր եղել երբեք, ես անգամ ինձնից կախված եք ամեն այդ, հիմա պիտի իմ հողային հարցերս էլ լուծեմ, հանձինս Թայվանի, հանձինս այդ կղզիները, որ սարքում է հարավային չինական ծոցում, որպես այդ ամբողջ ծովային բաները, տարածքները, ուղիները ինքը կարողանա հսկի, այդ բոլոր Բրազիլիայից սկսած վերջացած կենտրոնական Ասիա եւ այլն փողերա տալիս, պորտերը առնում, նավահանգիստները առնում, այս բոլորը ինչ է անում, այսինքն տնտեսական եւ ռազմական իր կայսրությունը մեծացնելու տենդենսները կա, որը իհարկե դուր չի գալիս այն երկրներին, որոնք պիտի ընկնեն այդ կայսրության մեջ։ Ֆիլիպինները օրինակ շատ վախեցել են ամերիկացիներին, ասեցին մի հատ հետ եկել մի հատ բավական ինչ որ կակ չէ, ինչ որ ավելի շատ զորք բերեք։ Թայվանի մասին էլ չեմ խոսում, 1000 տարի է խնդրում ազենք դուր հա այստեղ մի գնա այդ երկի պես։ Բանը այնտեղ Կորեան շատ անհանգստացած է, չեմ խոսում Վիետնամի մասին եւ այլն։ Եվ սրանք տրադիցիոն, ասենք թե Վիետնամը օրինակի համար պրոչինական երկիր էր, պարզա չէ, կոմունիստական բաներ եւ այլ, հիմա էլ է։ Բայց հիմա չէ, ասում են, sense չի լինի, մենք չենք ուզում դառնանք կոմունիստ, բայց չենք ուզում դառնանք քոգաուտ, հա, այս բանը կա եւ ավելավես ամերիկացիների հետ ունեմ, քան թե քեզ այդ բանը կա, ամերիկացիների հետ առևտուր եմ անում, հարստանում եմ, ապրում եմ։ Ինձնից էլ ջուր չի ուզում, ինչ ա եղել որ։ Այն ժամանակ էլ եկել էր կռվում էր, ինչի որտեղ ռուսներն էին մտնում, այնտեղ չինացիներն էին մտնում, ինչի չէ 100 տարի պետք էր Ամերիկային Վիետնամ գնար։ Վախենում են դոմինո էֆեկտը պիտի լինի, այսինքն մի երկիրը կգնի, կդառնա կոմունիստական, հետո հաջորդը, այդ կդած մեծանում է էլ սովետական միությունը, կոմունիզմը գրավելով գնում էր, այսինքն Չինաստանը գրավեցին ամբողջ, հետո գրավեցին Կորեային, պատերազմը չմոռանանք ինչպես սկսվեց եւ այլն։ Մի խոսքով այս բոլորը խաղում է այդ հաշվարկի մեջ, թե BRICS-ը կլինի, թե չի լինի, եւ դա ինչ են ուզում անեն եւ ինչով պիտի դառնես։ Նավթը Ամերիկան հասկացավ, որ նաեւ այդ չմոռանանք այդ հազվա rare earth metals, որ ասում են, հազվագյուտ միներալները, մետաղները, որոնք շատ կարեւոր են կոմպյուտերների համար, ամբողջ բանի համար, բատերիաների համար եւ այլն։ Չինաստանը դրա վրա նստած է, 90 քանի տոկոսը իր մոտ է, այսօր հանքային բաներ, ուրիշ տեղեր էլ կան, բայց չեն հանվում, բայց ինքը processing-ի ամբողջ այդ բանը իր ձեռն է, ինքը արտադրում է, ինքը process է անում, ինքը վաճառում, մատակարարում է, ոչ մի դրսից կամպանի չի նույնիսկ partner կարող դառնալ այդ գործի մեջ։ Եվ հենց որ ինքը Ամերիկային սպառնաց դրանում, Ամերիկան ստիպված եղավ հանձինեց Թրամփի, այն տեղի տայսկուն Չինաստանի հետ, ասեց օքեյ, լավ, բաց թողեցի։ Չինաստանը ասաց հիմա թողնում եմ ապրի, ոնց որ ասում եմ, որ ինչու համար խելոք արեց դա, որտեղ այդ մետաղներից Ամերիկայում էլ կա, մետաղ կա, շատ չխանանա շատ նեղն, սկսի արտադրել է, պետք է չթողնես, որ ինքը այդ ներդրումը անի, այդ մեծ միլիարդները, տրիլիոնները ծախսի, որ ծախսեց արդեն դու կորար, արդեն ուշ է։ Մի խոսքով այս վիճակն է, հիմա եւ քանի որ այդ rare earth metal-ների հարցում Ամերիկան Չինաստանի հետ չի կարող մրցի, 90%-ից ավել, 95% ընդեղից հատուց կարի չասենք 99% որոշ մետաղների համար։ Ինքը մենակ կարող է նավթի հարցը ինչ-որ ձևով փորձի ղեկավարել։ Պարսկաստանից չեմ տոնում գա քո մոտ,
Ռուսաստանից չեմ թողնում գազ, սանկցիաներ կդնեմ, այս կանեմ, այն կանեմ։ Ուրիշ խոսքով, այս մեծացող Չինաստանի կայսրական ախորժակները բոլորի համար պարզ է։ Եթե բոլորը չեն խոսում, որպեսզի իզուր տեղը չինացիներից թշնամի չսարքեն իրենց այս րոպեին, դա չի նշանակում անհանգստակացած չեն։ Այսինքն Եվրոպան է վախենում, սա Եվրոպան եկել է չինական ապրանքներ լցվել են։ Եվ ասիական երկրներ են վախենում, բոլորը այդտեղ չկա։ Սաղ Աֆրիկան առել են, փչացրել են ամբողջ։ Ինչ որտեղ առնում են, ասում են պարտք են տալիս, հետո պարտքը չի կարողում վճարես, դրա համար դի էս բանը տաս, այսքան հող տաս, այսքան չգիտեմ ինչ տաս։ Այսինքն ամեն ինչ չինացների հետ պարտքի դեմ գույք այդ համակարգն է աշխատում։ Այն պայմաններով, որ իրանք պարտք են տալի աֆրիկյան երկրներին եւ այլն եւ չեն կարողանում մարդիկ վճարել, ոչ միայն աֆրիկյան, միջինասիան այսօր կամ հետո ինքը փոխարեն այն ինչ որ այդ կար, այդ նավահանգիստ արդեն իմն է։ Գալիս ասում փողոտամ դու զարգացնես առևտուրը կշահանա այս նավահանգստի համար, հետո ունենց անում, որ դե սա ինքն է կոնտրոլանում, չէ՞, կոնտեյներները, նավերը, տանկերները։ Այնց անում, որ ինքը չի այդքան փող բերում, ինքը սնանկանում է, ինքը դե որ սնանկացար պարտքը չես կարող վճարես, դե հիմա դավա այս նավահանգիստը հանգարց իմը դարավ արդեն։ Այս մոմենտը շատ կա ամենտեղ, հանքերը, բաները Աֆրիկայում շատ բաներ կան, չէ՞, կարևոր էլի մետաղների եւ բաների հանքեր կան։ Այս համակարգով է աշխատում։ Բոլորը հասկանում են ինչ անում Չինաստանը, բոլորը վախենում են ինչ անում, բոլորը ուրախ են, որ Թրամփը ինչ որ այն խելառնա, որ actually կարող է խառնվի եւ մի բան անի, չնայած տանել չեն կարողանում Իրան, բայց ոչ ոք դրա մասին չի ուզում խոսել այս րոպեին։ Ասում են թողը այս կրակից այս շագանակները ամերիկացիք իրանց ձեռները վառելով հանեն, էլի տեսնենք ինչ անում։ Էլի մենք կօգտվենք այդ այս բանից։ Բայց դա էս է, կյանքը տենց է։ Եթե դու ես ուզում ես նստի առաջի երկիր կամ սուպեր պաուեր տենց է։ Կան դրա հետ գալիս է պարտականություններ, հա, այդ բանի հետ, պաշտոնի հետ, ասենք թե։ Եթե անես ճար չկա։ Թրամփը բան արեց, հայտարարեց, որ նոր ինչ-որ բան անելու, ուրեմն բլոկադա անելու, էս անելու, հետո հանեց։ Պարսիկները խորամանկություն են անում, իրենց տանկերները արդեն 30 քանի տանկեր են ձևի, իրենց ափին շատ մոտիկ, իրենց տերիտորիալ ջրերի մեջ, ոչ թե միջազգային ջրեր, միջազգային ջուր չկա նեղուցում, ճիշտ ասած, որտեղ երկու կողմից էլ շատ փոքր է, ինքը 22 բանա մայլա ընդամենը։ Եթե ուրեմն իրանք շատ ափին մոտով գնում են այդ նավերը, որ իրանց ջրերի մեջով, այսպես ասած, դա չի գնում բլոկադայի մեջ, ճիշտ իջնում են հարավ, դուրս են գալիս ուրեմն Հնդկական օվկիանոս ու միանգամից մտնում են Պակիստան։ Ունդեղ են դատարկում նավթը կամ ընդեղ են մի նավից մյուս նավին փոխանցում, որ ընդեղից գնա Չինաստան կամ որ է։ Այս ձևով մի քիչ խորամանկ բաներ են, բայց դա ձև չի, այսինքն մի բանախոսքը մի տեղով, որտեղ ժամանակին անցնում էր նախքան պատերազմը օրական ինչ-որ 172-180 նավ, հիմա անցնում է ինչ-որ երկու նավ կամ չի անցնում, այդ իրավիճակը չի փոխում, չի լավացնում իրանց ինչ-որ խորամանկ բաները։ Հիմա էլի ասել են, որ իբրև թե բան ա լինում, ինչ են ասում, ինչ-որ բանակցություններ են սկսում, ոնց որ թե։ Դրա համար ես հանում եմ այդ բանը, սահմանափակումները եւ այլն, այս Թրամփի մասն եմ խոսում։ Այս ասացի վրա նկատեցին stock market-ում, որ ինչ որ մեկը էլի մի քանի միլիարդ դոլար փող աշխատեց, որովհետեւ 2 օր առաջ գիտեին, որ սենց բան անելու, ըստ այնմ stock-եր առան, հետո գիտեին, որ ասելու է հանելու եմ, ծախեցին էլի փող աշխատեցին։ Դրիվ խայտարակություն է, դրիվ, ես հույս ունեմ այս Թրամփյան ադմինիստրացիայից հետո այդ բոլոր բաների վրա հետաքննությունները կլինեն, բայց տեսնենք, Աստված մեծ է։ Իրանց պարսկական խնդիրներից հիմնականը այն է, որ քաոս ասելով IRCG-ն ասում է ես եմ, որ կամ
այդ մնացածը հաշիվ չեք եւ թվում է որ ամեն ինչ քանի որ զենքը իր ձեռքն է ինքը ինչ ուզում ասում է եւ մենք էլ խոսում ենք այդ ռախբարի հետ վիրավորված անհայտ չգիտեմ որտեղ ապահովում այդ այաթոլայի հետ Բժշկյանը վերկացավ ասեց չհասկացանք բոլոր ավարտեն ես երկրի պրեզիդենտն եմ թե չեմ ես իրան չեմա չեմ տեսել ասած ես պահանջում եմ որ ես իրան տեսնեմ դուք եք գալիս ինձ ասում թե ինքը ինչա հրամայել հավա ես իրա տեսնեմ ոնց է հրամայել ոչ թե ինչ որ IRCG գեներալ մի հատ թղթիկ է դուրս տալիս ասում է բանը առաջնորդը սենց է ասել դա ձև չի այսինքն սա մեծ իհարկե քաջություն էր պահանջում իրանից որ տես բան ասի ճիշտ ասեմ բայց դա ցույց է տալիս նաև թե ինչքան վատավիճակը եւ նա ինչքան վատա ոչ թե միայն ընդհանուր IRCG-ի մեջ էլ բաժանումներ կան այն որ նստած է այնտեղ փողը հավաքում չինական դրամով թողը հավակնում է ասում ենք ամեն նավից ասենք $2 միլիոն կամ $3 միլիոն է վերցնում դոլարով էլ չի վերցնում չինա երբ որ նավը գնում է Չինաստան չինաստան փողով է վերցնում որտեղ ինքը Չինաստանի հետ Պարսկստան է սոպին շսկայական առևտուր է գնում այդ դրոնների համար, բաների համար իրան կարելի է չինականով էլ վերցնի առևտուրան էլի բայց նաև ուրիշ նավից դոլար պահանջում եւ այդ դոլարը բայց երկին չի գնում միանգամից գնում է IRCG ինչ որ հավաքում են միանգամից գնում է իրանց նպատակների իրանց կարիքների համար ոչ թե գնում է Իրանին պարսկական պետական բյուջեին կամ ինչ որ տես մի բան Խոսքով խայտարակ վիճակ է, բայց ցույց է տալի, որ դա վերածվում է կամաց-կամաց ռազմական դիկտատուրայի։ Եթե գեներալներն են սա, անունը ինչ ուզում ես դուր, իսլամական գեներալ է ինքը, թե Իրանի բանակի գեներալն է, ուժայինների մի հատ բանի է վերածվում։ Կրոնական, ինչ ասում, flavor-ով, ասենց ասած, համով, լիմոնադ է դառել։ Եթե բանակը վերցած էր ամեն ինչը ձեռքը, կլիներ այն դեպքում պարզապես կլասիկ ասենք ձևով ռազմական դիկտատուրա, բայց հիմա իրանք են։ Եվ խնդիրը դա որ չեն ասում իսկապես այդ իրանց մոզայի վիճակը ինչ է։ Իրանք միայն ձևացնում են առայժմս։ Այդ ոնց որ վախտին երբ որ Լենինը մեռնում էր այնտեղ Սիֆիլիսից Ստալինն էր կոնտրոլանում ով է իրան տեսնում, ով է իրան հանդիպում, ով է իր հետ խոսում։ Ինքը ասում էր Լենինը sense բան ասել, ցեկային ինքներ չէ, առաջկա։ Ու վերջացավ, այնտեղ Լենինը ասել է, ով է դեմ խոսալու։ Հիմա Իրանը sense բան է անում, էս IRCG նույն բանն է ասում։ Մոլայի sense բան է ասել, թուղթ են անում, մի խոսքով, էս է վիճակը։ Հիմա բոլորը անհամբեր սպասում են, թե իրականում մի բան լինելու է, թե չէ, որպես ես անտերը բացվի, դեղուցի մասն եմ խոսում, և նավթի գների հարցը լուծվի։ Իրանի համար պարզա, որ վատա, քանի դեռ նավթի գները բարձր են Թրամփի համար դա վատա, և այսօրվա CNN-ի ուրեմն ստատիստիկան տալիս էին, ասում են այո, շատ վատ է, իր անձնական ռեյտինգները շատ ցածր են, բայց ռեպուբլիկանների մեջ, մագայի մեջ շատ մնացել է բավական բարձր, որն է, ասենք 90-ից իջել է ինչ-որ մի 70-ի, հա, կամ տենց մի բան, որովհետև, ես էլ ամերիկյան ներքին քաղաքականությունից էլ ասեմ ուպած, Քենտակիում ուրեմն 5 հատ կոնգրեսմեններից, որոնք իր դեմ էին քվեարկել վերջապես անկախություն ցույցաբերելով, ինքը պարզապես ֆինանսավորեց նոր կանդիդատների, որոնք իրանց դեմ դուրս եկան կոնգրեսի ընտրապայքարում եւ հաղթեցին։ Եվ փաստորեն ինքը իրաց մարդկանց նշանակեց։ Իր մարդկանց նշանակեց կոնգրեսում այդ նահանգը ներկայացնելու համար։ Ուրիշ խոսքով
մնացած ռեպուբլիկաններին ասելով, որ ես դեռ ուժ ունեմ ընտրողների մոտ։ Եթե ասեմ, որ դու վատն ես, քեզ չեն ընտրի, քեզ չեն վերընտրի։ Եվ դա երկես շատ վատ է Ամերիկայի համար։ Ինչքան էլ հիմա այսքան Ամերիկայի ընդհանուր բաների մեջ, հարցախույզների մեջ ցույց է տալի, որ իրանք շատ դժգոհ են եւ տնտեսական վիճակից, inflation, բենզինի գին, ես չգիտեմ, այս բժշկական հարցերով հետել եւ այլն, հիմա դրամատիկ մտնեմ դրանց մեջ, ինքը այն իր թունդ մագայի վրա հակին կոնտրոլ ունի որոշ նահանգներում։ Ինքը նորից չի վերընտրվի, եթե չի կարա փորձի, բայց եթե լիներ հնարավորություն, որովհետև ինքը Ամերիկայում ընդհանրապես կորցրել է շատ ձայն, բայց նեղ որոշ կարմիր, այսպես ասած, ռեպուբլիկան նահանգներում ինքը դեռևս ազդեցություն ունի։ Anyway, այսօր սկանը մայիսի 7 Vivi Talks միջով հաջորդ